Իշխանությունը ողջունում է, իսկ մայրաթոռը խեղաթյուրված է համարում եպիսկոպոսներին վերագրվող հայտարարությունը։ Այսօր օրվա սկզբում նախ իշխանական մամուլը, ապա նաև իշխող ուժի անդամները մեկը մյուսի ետևից արագորեն տարածեցին մի հայտարարության լուսանկար, որը վերագրվում է մայրաթոռի 1 տասնյակ եպիսկոպոսներին եւ արքեպիսկոպոսներին։ Համաձայն այդ փաստաթղթի 13 բարձրաստիճան հոգևորականներից 10-ը կաթողիկոսին անվանել են մեջբերում եմ սրբապղծության հովանավոր, կոչ անելով մյուս եպիսկոպոսներին ու հավատացյալներին միանալ մայրաթոռ Սուրբ Էջմիածինը սրբապիղծ հոգևորականից եւ նրա մեղքը կիսողներից մաքրելու գործին։ Այս կոշտ հայտարարությունը բարձրաստիճան հոգևորականները հիմնավորել են քննչական կոմիտեի ստացված փորձաքննության եզրակացությամբ, պնդելով թե Արշակ Սրբազանին վերագրվող անպարկեշտ տեսանյութերը իրական են։ Հոգևորականները պնդում են, թե վեհափառը առ ոչինչ է համարել այդ փորձաքննության արդյունքները, կոծկել է Արշակ Սրբազանի սրբապիղծ արարքը եւ այդ կերպ դարձել սրբապղծության հովանավոր։ Այսպիսով ըստ հայտարարության հեղինակների Գարեգին II-ը անհավատարիմ է գտնվել իր վարդապետությանը եւ հետեւաբար նրա վարքագիծը անհամատեղելի է հայ եկեղեցու կանոնական իրավունքին։ Ըստ տարածված լուսանկարների այդ հոգևորականների թվում են Նավասարդ arczepiskopos Կճոյանը, ԱՄՆ Արևմտյան թևի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Արաքել arczepiskopos Քարամյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը եւ այլք։ Ձեր ստորագրությունը չկա, դա եմ ասում, այսինքն չեմ ծանոթացել ասում։ Ցուցակում հայտնված, սակայն հայտարարության տակ չստորագրած Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովփե եպիսկոպոս Իսախանյանը տեղյակ չէր տարածված հայտարարությունից։ Այսօր լրագրողների հետ զրույցում նա անընդհատ կրկնում էր, որ դեռ պետք է ծանոթանա տեքստին։ Ամեն դեպքում Գերմանիայի հայոց թեմի առաջնորդը վստահեցնում էր, կաթողիկոսի հրաժարականը չի պահանջում։ Սրբազան, այսինքն ձեր ասածից ճիշտ ենք հասկանում, որ եթե դուք տեղյակ չեք, սակայն ձեր անունը այդտեղ է, խոսում է այդ փաստաթղթը կեղծ լինելու մասին։ Եվ իշխանությունների ձեռքին գործիք է դարձել։ Չեմ կարող ասել։ Ես ոչ կարող եմ տեղյակ չեք, բայց ձեր անունը այդտեղ կա, այսինքն առանց ձեզ հարցնելու ձեր անունը նշել են այդտեղ։ Իմ անունը կա այդտեղ, բայց դուք չեք ստորագրել, բայց դուք կոնկրետ հրաժարականը պահանջում եք ամենայն հայոց կաթողիկոսի, թե ոչ։ Ոչ։ Հստակ է, չէ՞։ Մայրաթոռը, որ ողջ օրվա ընթացքում լռություն էր պահպանել, օրվա ավարտին այդ հայտարարությունը որակեց խեղաթյուրված։ Հիշյալ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։ Մի շարք տեղեկություններ եւ պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ Այս առնչությամբ անհրաժեշտ քննարկումներից հետո լուսաբանություններ կտրվեն։ Երբ որ դա կհաստատվի, այն ժամանակի մասելիքները կասեն։ Ինչ վերաբերում է հայտարարության մեջ նշված փորձաքննության արդյունքներին, համաձայն որոնց իբրև թե հաստատվել է, որ Արշակ Սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութերը իրական են, ապա Մայրաթոռի դիվանապետը կասկածի տակ դրեց նաև փորձաքննության իսկությունը։ Ինձ հայտնի չէ փորձաքննության եզրակացություն։ Եվ ինձ մոտ բնական հարց է առաջանում, եթե ես ուղղակիորեն ներգրաված եմ ակամա այս process-ի մեջ, ինձ հայտնի չէ որևէ փորձաքննության եզրակացություն, ինչպես կարող է 3-րդ, 4-րդ գործին չառնչվող անձանց ձեռքին այդպիսի փորձաքննություն լինի։ Արշակ Սրբազանը իր անվան շուրջ կատարվող իրադարձությունները բացատրում է իր դիրքորոշմամբ, որոնք դուր չեն գալիս ոմանց։ Ամեն դեպքում պնդես չի փոխելու իր դիրքորոշումը եւ Մայրաթոռից հեռանալու մտադրություն չունի։ Արշակ Սրբազանը բազմից է սուր որակումներով քննադատել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ինչու համար հեռանամ։ Ես ասում եմ, ցանկացած որոշման տակ պետք է լինի իրավական, կանոնականը այնտեղ չնշեցի, կանոնական, բարոյական կամ գեթ տրամաբանական հիմք։ Ես ոչ մի տեսանկյունից նման հիմք չեմ տեսնում այդտեղ։ Ես ինչ որ որոշում պիտի կայացնեմ, որովհետև ինչ որ մարդիկ այդպես են ցանկանում։ Դա դուք ճիշտ եք համարում։ Իհարկե ոչ։ Արդյոք Փաշինյանը պատրաստ է Մայրաթոռը ազատագրել այն հոգևորականների միջոցով, որոնց մասին էլ կուսակրոնության ուխտը խախտելու մասին տեղեկություններ կան։ Լրագրողը հիշեցրեց օֆշորային պատմությունների մեջ ներքաշված եւ Բենթլի մականունը ստացած Նավասարդ Կճոյանին, Կոտայքի թեմի առաջնորդ Արաքել եպիսկոպոս Քարամյանին, ով ըստ մամուլի տարբեր պաշտոններ զբաղեցրած Արգիշտի Քարամյանի հայրն է։ Այսինքն ձեզ համար ընդունելի է սրբության սրբոց Մայրաթոռը ազատագրել այն անձանցով, որոնց մասին է կուսակրոնության ուխտը խախտելու վերաբերյալ տեղեկություններ կան։
Ես ասել եմ, որ մեր սրբության սրբոց Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ազատագրելու գործին կարող է մասնակցել Հայաստանյա Ծառաքելական եկեղեցու ցանկացած հետևորդ, ով մկրտված է եկեղեցում, եւ դա վերաբերվում է բոլոր քաղաքացիներին։ Եթե հիմա դուք հարցնեք, հիմա Կտրիչ Ներսյանն էլ կարող է մասնակցել այդ բարենորոգմանը, ես կարծում եմ, որ ինքը իր մասնակցության բոլոր շանսերը սպառել է եւ նա պետքա ուղղակի ազատի մեր սրբության սրբոց Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Արդյոք քննչական կոմիտեն իսկապես եպիսկոպոսներից բաղկացած հանձնախմբին ուղարկել է արժակ սրբազանին վերագրվող տեսանյութերի փորձաքննության արդյունքները։ Արդյոք իսկապես փորձաքննությամբ հաստատվել է, որ այդ տեսանյութերը իրական են, ինչն էլ առիթ է հանդիսացել աղմկահարույց հայտարարության համար։ Մեր այս հարցերին պատասխանելու համար քննչականից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, ինչը եւ արել ենք։ Մինչ այդ իշխող ուժի անդամները մեկը մյուսի ետևից ողջունում են բարձրաստիճան հոգևորականներին վերագրվող հայտարարությունները։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրեց, որ եկեղեցին մաքրվում է, իսկ Փաշինյանի ղեկավարած ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը արձանագրեց. Ահա եւ վերջ։ Եթե առաջ ասում էինք Կտրիչ Ներսիսյանի կեղծ կաթողիկոսության օրերն են հաշված, հիմա արդեն կարելի է ասել ժամերը։